ինչ է արել Հայաստանը, որ Շոյգուն հայտարարում է Երևանի Մոսկվայի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն անհամատեղելի քայլերի մասին։ Որոնք են այդ անհամատեղելի քայլերը։ Նրանք դիտարկում են, որ Եվրամիության ինտեգրման օրենքը, որ ընդունվեց Հայաստանում, եւ ասենք սերտ քաղաքական հարաբերությունները եւ նրա առաջատար պետությունների հետ վնասում են Ռուսաստանի տարածաշրջանային շահերին։ Իհարկե սա ասում է Ռուսաստանը հիմա ավելի շատ նավթ է վաճառում Եվրամիությանը կամ հեղուկ գազ ավելի շուտ, չէ՞, 6-9 միլիարդի հասցրել են նախորդի անհամեմատ փոքր էր։ Հիմա Ռուսաստանը ինքն է գնում իր թշնամու դուռը, առևտուր է անում։ Մեզ չի կարելի դա անել։ Գիտեք ինչ, եթե իրանք հստակ խանդի տեսարաններ են սարքում, չէ, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, լավ նշան է արդեն։ Այո, դա ինչ-որ մի առումով նույնիսկ լավ նշան է։ Իհարկե։ Բայց ամեն դեպքում մենք կարող ենք այստեղ ասել, որ ավելի շատ գուցեև սա հայ հասարակության ուղղված քաղաքական մեսիջ է, կապված նախընտրական գործընթացների հետ, որովհետև այս մեսիջը հիմա ընդդիմությունը մեկնաբանում է հետևյալ կերպ, որ ասենք լարսը կփակվի, գազը կթանկանա, ատոմակայանը չի սպասարկվի, գյուղատնտեսական մթերքները եւ սա ամեն ինչը, եթե իսկ եւ տրանսֆերները, որ Ռուսաստանից գալիս են Հայաստան, եթե այս 4-5 գործոնը մենք հանում ենք, պարզ է, որ Հայաստանի համար հնարավոր է որ ստեղծվի տնտեսական շատ ծանր վիճակ։ Եվ գուցե եւ սա ազդի ընտրողի վրա, որը որ մտածի, որ գուցե իսկապես եթե մենք ազդի նախազգուշացնելը, որ այսպիսի բան կարող ենք։ Այո, այդ կարող է ազդել ընտրազանգվածի կողմնորոշման վրա։ Բայց շատ մասնագետներ ասում են, որ դա ձևական, այսպես ասած, մթնոլորտ է ձևավորվել հիմա, որի մասին կմոռանան հունիսի 7-ից հետո կողմերը։ Չեմ կարող ասել, ինձ թվում է, որ շատ մարդիկ իսկապես գիտեք, Հայաստանի ժողովուրդը 90-ական թվականներ ապրել է։ 90-ական թվականները այն ժամանակաշրջան էր, որ կապերը եւ էներգետիկ մենք բոլորս էլ չէ, ժամանակներում ապրել ենք, հիշում ենք, մասնակցել ենք, տեսել ենք, մեր կաշի վրա զգացել ենք այդ մութուցուրտ տարիները։ Եվ հիմա երբ որ այդ խոսույթը զարգանում է, կարծես այդ տեսարանները մարդկանց տրամադրության վրա զգալիորեն ազդում են, եւ ես չեմ բացառում, որ նման նախազգուշացում գործ ունենք ինֆորմացիոն ճնշումների հետ։ Այո, գործ ունենք այստեղ ինֆորմացիոն ճնշումներ եւ ես ձեզ ասեմ, ազդեցության ամրապնդման համար ոչ թե կապերը կտրում են, այլ ընդհակառակը ուղիներ են գտնում այն չկորցնելու համար։ Հիմա ենթադրենք այսպիսի մի սցենար, ասենք Ռուսաստանը այդ բոլոր քայլերը, որ ասացիք, չէ, թվարկեցի, արեց։ Դրանից ինքը ինչ է շահելու։ Ինքը կորցրել է նաև հարավային Կովկասում մի երկիր։ Իսկ սա շատ կարևոր է, այսօր Հայաստանը ձեռք է բերել աշխարհաքաղաքական շատ կարևոր նշանակություն եւ Եվրամիության, եւ Միացյալ Նահանգների, եւ Ռուսաստանի համար։ Ինչու, որովհետեւ տեսեք, Վրաստանը դարձել է Ռուսաստանի դեպքերի իրադարձությունների բերելով Եվրոպայի միակ պատուհանը, եթե Հա, բացի այդ ես ձեզ ասեմ հետեւյալ, ձեր ուշադրությունը արեմ հետեւյալ հանգամանքի վրա։ Տեսեք, Վրաստանը Ռուսաստանի չունի դիվանագիտական հարաբերություններ։ Հետխորհրդային ամբողջ շրջանում ռուս-վրացական հարաբերությունները եղել են թշնամական, ճիշտ է, հիմա բավականին մեղմացել են, բայց ամեն դեպքում օսեթական եւ աբխազական կոնֆլիկտների արկայությունը ոչ մի հնարավորություն չի տալիս, որ Ռուսաստան ամբողջությամբ անցնի ռուսական ազդեցության գոտի։ Ադրբեջանը ինտեգրվել է Թուրքիայի հետ եւ մեկ ազգ երկու պետություն այդ կոնցեպցիայի շրջանակներում այսօր մենք տեսնում ենք, որ բավականին սերտ ռազմաքաղաքական եւ այլ դուրս է եկել ռուսական։ Այո, այսօր Ռուսաստանը չունի այդ օրինակը բերեցի ինչի համար, որ այսօր եւ Վրաստանը եւ Ադրբեջանը այնպիսի իրավիճակում են, որ Ռուսաստանը այստեղ ազդեցության շատ մինիմալ հնարավորություններ ունի։ Մնում է Հայաստանը։ Հիմա եթե Հայաստանն էլ ինքը կտրեց, ասենք, այդ բոլոր կապերը, որ ես թվարկեցի, բնականաբար նա պետք է հեռանա հարավային Կովկասից։ Ինձ թվում է ընդհակառակը, ռուսական էլիտան այդքան առանց էլ նա մի կոպիտ սխալ թույլ տվեց Ղարաբաղյան հակամարտության զարգացման մեջ, ուրեմն դե բերեք նորից իջենք Շոյգուին, հիշում եք, չէ՞, այդ արտահայտությունը։ Մենք Ղարաբաղում Թուրքիայի հետ շատ բարդ օպերացիա իրականացրեցինք։ Դե ես պարզ ասեմ, ես ինքս գտնում եմ, որ
վերջի, ասենք 8-ից 10 տարվա ընթացքում Ռուսաստանի հարավկովկասյան քաղաքականությունը շատ տխուր տպավորություն է թողնում։ Ինչպես կարելի էր, ասենք, թույլատրել Արցախյան երկրորդ պատերազմը, երբ որ այդ պատերազմի հետևանքով Ռուսաստանը կորցնում է մի ռեգիոն, որտեղ որ ինքը ուներ բացարձակ եւ համակրանք, եւ ազդեցություն, եւ խաղապահ զորամաս չէ, այդքան ծախսեր էին արել բերել էին, չեմ կարողանում այդ տրամբան, ավելի ճիշտ գիտեմ որոշ բաներ, բայց չեմ կարծում, որ դրա համար արժեր զոհաբերել Արցախը։ Ավարտում ենք։ Ինչ ճակատագիր կունենա TRIP-ը այս մթնոլորտում։ TRIP-ը ես համարում եմ առայժմ դեռ թղթի վրա գրված պայմանավորվածություն, ռեալ քայլեր դրա իրականացման ես չեմ տեսնում։ TRIP-ի ճակատագիրը կարող է որոշվել միայն Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո, որովհետև պատկերացնել, որ Իրանը կարող է թույլ տալ ամերիկյան ներկայություն իր սահմաններին, ուղղակի դա ֆանտաստիկայի ժանրից է, կամ Իրանը պետք է լինի ջախջախված կապիտուլյացիայի ենթարկված երկիր, կամ Իրանը պետք է ստանա լուրջ զիջումներ կամ մասնակցություն կամ երաշխիքներ, որպեսզի համաձայնվի, որ TRIP-ը աշխատի։ Այսինքն Իրան-ամերիկյան համաձայնություն երբևէ չեք պատկերացնում։ Ես դա պատկերացնում եմ, եթե Իրանում տեղի ունենար քաղաքական ռեժիմի փոփոխություն։ Եվ ամերիկյան ստրատեգները շատ հստակ հենց հարցը դրա վրա էին դրել, որովհետև մենք տեսանք իրանական բարձրագույն ղեկավարության ֆիզիկական ոչնչացումը եւ մեծ ֆինանսավորումը եւ աջակցումը միջպատերազմային հակաիշխանական ցույցերին, եւ խոսույթ կա, որ մինչեւ 30 կամ 20,000 մարդ է զոհվել, չեմ կարող ասել, հենց այս թվերը իրադարձությունները ցույց են տալիս, որ էականը ռեժիմի փոփոխությունն էր։ Հետո ուրեմն հարցը դրվեց այնպես, որ եթե ֆիզիկապես ոչնչացվի ղեկավարությունը եւ ռմբահարվի, գուցե եւ ռեժիմը փոխվի, բայց այդ էլ տեղի չունեցավ, Իրանի քաղաքական համակարգը ֆանտաստիկ ճկունություն եւ դիմացկունություն ցուցաբերվեց, իսկ եթե կրոնապետությունը պահպանվում է եւ այդպիսի սուր հակամարտություն կա, բնականաբար TRIP-ի ճակատագիրը չի կարելի ռեալ համարել։